Գիրք Եզեկիել, գլուխ 41. Եվ ինձ տարավ տաճարը, և չափեց դրանդիքը 6 կանգուն լայն այս կողմից և 6 կանգուն լայն այն կողմից խորանի լայնությունովը, և մուտքի լայնությունը 10 կանգուն, և դրան կողքերը 5 կանգուն այս կողմից և 5 կանգուն մյուս կողմից, և չափեց նրա երկայնությունը 40 կանգուն, և լայնությունը 20 կանգուն, և ներս մտավ, և չափեց մուտքի դրանդիքը 2 կանգուն, և մուտքը 6 կանգուն, և մուտքի լայնությունը 7 կանգուն, և չափեց նրա երկայնությունը 20 կանգուն, և լայնությունը 20 կանգուն տաճարի երեսովը, և ինձ ասեց. «Սա սրբության սրբությունն է», և չափեց տան պատը 6 կանգուն, և ամեն մի սենյակի լայնությունը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, 4 կանգուն էր, և սենյակները 3 սենյակ սենյակի վրա 30 անգամ, և մտնում էին տաճարի պատը, որ շինված էր շուրջանակի սենյակների համար, որ կպչեին, բայց իրանք կպչած չէին տաճարի պատիցը, և լայնանում և ընդարձակվում էին սենյակները միշտ դեպի վեր, որովհետև տաճարը ընդարձակվում էր միշտ դեպի վերը շուրջանակի տան շուրջովը, դրա համար լայնանում էր տունը դեպի վեր, և այսպես ցածի հարկիցը բարձրանում էր, վերի հարկը միջինովը, և տեսա տաճարի բարձրությունը շուրջանակի, սենյակների հիմերը ամբողջ մեկ եղեք, 6 կանգուն մինչև հոդվածը, սենյակների պատի լայնությունը դրսից 5 կանգուն, և մնացածը սենյակների մեջն էր ներսիցը, և մյուս սենյակների միջի լայնությունը 20 կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը, և սենյակների մուտքերը դեպի մնացած տեղն էին, մեկ մուտքը դեպի հյուսիս, և մեկ մուտքը դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը 5 կանգուն շուրջանակի, և անջրպետի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը 70 կանգուն, և շենքի պատը 5 կանգուն լայն շուրջանակի, և նրա երկայնությունը 90 կանգուն, և չափեց տունը, երկայնությունը 100 կանգուն, և անջրպետը և շենքը և նրա պատերը 100 կանգուն երկայն, և տաճարի երեսի լայնությունը և անջրպետը դեպի արևելք 100 կանգուն, և չափեց շենքի երկայնությունը անջրպետի դիմացը, որ նրա ետևի կողմին էր, և նրա խորշերը այս կողմից և մյուս կողմից 100 կանգուն, և ներսի տաճարը և գավիթի սրահները, սեմերը և վանդակապատ պատուհանները և խորշերը շուրջանակի սենյակների մոտ 3 հարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի գետնիցը մինչև պատուհանները, և պատուհանները ծածկված էին, մուտքի վրայի տեղը թե ներսը մինչև տաճարը, թե դուրսը բոլոր պատի վրա շուրջանակի, ներսիցը և դրսիցը հարմար չափերով, և քերովբեներ ու արմավենիներ էին շինված, և մեկ արմավենի 2 քերովբեների մեջտեղը, և քերովբեն 2 երես ուներ, և մարդի երեսը դեպի արմավենին մեկ կողմից, և առյուծի երեսը դեպի արմավենին մյուս կողմից շինված էր բոլոր տան համար շուրջանակի, գետնիցը մինչև մուտքի վերևը շինված էին քերովբեները և արմավենիները և տաճարի պատի վրա, տաճարի դրանդիքը քառակուսի էին, և սրբարանի երեսը նույն երևույթն ուներ, սեղանը փայտից էր 3 կանգուն բարձրությունը, և նրա երկայնությունը 2 կանգուն, և անկյուններ ուներ, և նրա հատակն ու պատերը փայտից էին, և ինձ ասեց. «Սա է Տիրոջ առաջին եղող սեղանը», և տաճարն ու սրբարանը 2 դուռ ունեին, և դռները 2 փեղկանի էին, 2 ծալվող փեղկերով, 2 փեղկեր մեկ փեղկին, և 2 փեղկեր մյուսին, և նրանց վրա, այսինքն տաճարի դռների վրա, քերովբեներ և արմավենիներ էին շինված, ինչպես որ շինված էր պատերի վրա, և փայտամած կար սրահի դեմ դրսի կողմից, և վանդակապատ պատուհաններ և արմավենիներ այս կողմից և այն կողմից սրահի կողքերքին և տան և փայտամածի կողմանքին։